Ես ուրեմն հերթական անգամ ուզում եմ անդրադառնամ այսպես կոչված մանդատները վեկալած ընդդիմությանը, այդ ղախպեքին։ Նախ մինչև ընդդիմությանը ասել եմ, նկատեցի, որ այդ գագոյ աղջկեքն ելել են լրիվ են մեր մանկության տանգոյի նման, ես ինչ կսեք, ըդիկ իմ հերս է։ Այսօրն է, չամարդակվից ըդիկ իմ հերս է։ Աղջի թուրքեն է։ Բանի մեջ, կերպարի մեջ կարտահայտվեն, որ ըդիկ իրանց հերն է։ Մենք գիտենք, որ ըդիկ ձեր հերն է, սիրելի դուստրեշ, բայց ձեր հերը փուչիկ բոզի տղա է։ Միգուցե ձեր հերն է, բայց չասեցինք, ըդիկ ձեր հերն է, բայց ձեր հերը բոզի տղա է, դուք հետևություն չեք ենե, որ ձեր հերը ստախոս, մարդասպան, բռնաբարող, քցող, առևանգող, սադիստ եւ ամենակարևորը երբեք կյախոսքի տերը չեղած մի քանի անգամ հրապարակայնորեն քֆուրի տակ մնացած երևույթ է եւ նման երևույթների հետ վախվում է նման ձևով ըդիկ մեկ այսիկ անցանք առաջ երկրորդը տաշիրը ամենայն հայոց գիտունիքը հենց հայտարարություն կենե ասում է բիզնեսը կտուժի դուք հələ մի հատ հլնայեք էլի իսկական սպեկուլյանտ վաշխառու Ղարաբաղը հանձնեցին հայտարարություն չերեց 5000 զոհելով հայտարարություն չերեց Գիրանց Բերձոր հանձին չերեց Միջանցքի մասին չերեց ցեղասպանության հարցով չերեց Այն Իսրայելը հելավճանացել չէ բայց բիզնեսի ու դոդի մասով գոնե քաղաքական հայտարարություն են են ինչ որ մի քաղաքական բան ասի խոսնակացի քաղաքալաձալ է էս այդման բան է չէ կսե բիզնեսը կտուժի առևտրական թող բիզնես ուրիշ ոչ չկա ես ուրեմն Հայաստանի իշխանություն կոչված գանդոնները պարտավոր են հիմա անցնել տաշիրին ու ինչ ասում մեկ փողոցային պայքար պիտի անենք բանը այն նույն իշխան Բեղլու Բոզի տղեն որ 8 տարի ժողովրդին հետևից գցած սա Ամիրյանն է սա Թումանյանն է այն Բագրատին բերին արան կողին 65000 մարդ լսավ հանրապետության հրապարակ որ այդ օրը կարող է դրվել Նիկոլի վերջը ասին ծվռեք տներով վсё պրծակ հայր մեր որ երկինսն էր ու այսօր նորից էլ ասում մանդատ ենք վեկալ փողոցային պայքար սկսելու ուրեմն Նիկոլական իշխանությունը պարտավոր է հենց այս պահից սկսած ծածանել դրանց ծածանել հավքել խոսք է տվել Բոզի տղա հավքի Ռոբիկին Բեղլուին Տաշիրին ամեն մեկի որի տակը տոնուր կակա հավքեք այնի գնաց հիմա այնի գնաց այնով թող զբաղվի արդեն դատական իշխանությունը հավքեք կամ Տաշիր որ ասես մի անգամ պիտի ենենք ուրեմն նայ չանողը կոպայ չանողը հրապարակայնորեն ասում եմ փոքոփայ փողոցային պայքար մի անգամ որ հլնես փողոց ու Նիկոլի տուն ու տեղը ծածանես չանողը Բոզի տղայա ու դու էդի պիտի անես մինչև սեպտեմբերի 21-ը մինչև սեպտեմբերի ես ուզում եմ տենամ այդ քո փողոցային պայքարը ոնց ես դու հանը մարդկանց լցեմ փողոց ոնց ինչ ձևով ու ոնց ես Նիկոլին լարեմ քոփայ չանողը Բոզի տղայա Իսկ ինչ վերաբերում է Բեղլուն 10000 անգամ ադառե Բոզի տղա այդ իշխանի գեր ինչ քերես գլոխ էր որ Նիկոլի ժամանակ հարցպետ էր հետո ինչ քերես գլոխն էր սա Թումանյանն է Սամիրյանն է հիմա նորից ելել է այս իշխանությունը սրանք այս պարլամենտական ընդդիմությունը այս իշխանությանը լարող չի մոռացեք մտներից հետ հանեք, որ պարլամենտական, տեսեն էլ մանդատները վեկալավ են, հետաքետան հարմարկ տեղավորվեն, պարգևավճարնի, գործուղումնի, կոնտակտնի, այդ արտասամանյան այցելություններ, այդ սամալոտնիկ, դիվանագիտական պասպորտնի եւ վերջացավ, ինչ պայքար, ինչ մայքար, այն ասա փողոցային, այդ բանը պիտի անի, հացաբուրկեղեն պիտի անի, փողոցային բանը պայքար, այն ազգային ժողովի են Թրկահպատակ նախագահան խերը կհանի կողի հացավուրկեղենի բերանը հետևից կհանի այնտեղ ես ворց տղամարդ հասարակ մարդ չեմ տենան եւ սրանց հետ կապել հետագա հույս ու հավատ որ սրանք ասում եմ ով որ փողոցային պայքար չարեց մի անգամ չէ լակտորի երկու անգամից ով որ Նիկոլին չլարեց Բոզի տղայա դե հիմա եկեք տենան գեր տաշիր սամոն ի ասած է իրականացնած այսքանը կարճ եւ կոնկրետ վերջացավ ամենակարևորը մեկ էլ
Ես գիտեի, որ Հայաստանում համարյա մասնագետ չի մնացել, բայց այն, որ անգամ սրանք չեն կարողանում կենթանի քնացնեն ակետից տեղափոխեն բեկետը, դա փաստ է։ Հելը այդ առուզը մեղք է։ Հելը հայտարարը մեծ ասում է բանա։ Հիվանդ է։ Հիվանդը մամատ է, ընկեր անասնաբուժ։ Ինչքան առյուծ կա Աֆրիկա մայր ցամաքում, ծծնեն նավարիդ, որ դու ըսկի մի հատ առյուծ չկարացար կծնեիդ։ Բոզի տղա ասում է հիվանդ է։ Հիվանդ է, թո միջև է սատկել։ Կերած, խմած, առողջ, փարոք, դոդի նման, դոդ առյուծ է։ Ինչի սատկացրիք։ Զուգնուշիվի չկարացակ մի հատ համապատասխան սրսկումը տալ, համապատասխան դոդի ձևով ասած բառերով, արկետից տեղափոխեք բեք, արա դուք մեն առյուծ չեք կարում կնցնեք, որ այդ խեղճ հայվանին առյուծ տեղափոխեք ընդ է, ղախ պիտաղեք, հիմա ասում է հիվանդ է, հիվանդը մամատ ու պապատ է, այդպես բան ասողի, ինչքան առյուծ կա նորից եմ ասում, Աֆրիկա մայր ցամաքում, այդ չունգա չանգա ցեղերով, որ ըսկի դեմները բան չկա, ոչ մայկային հակնում, ոչ տրուսիկին հակնում են, բաներով, բմբուրներով են դեմները բպակում, այդ ես բմբուրներով չունգա չանգա ուրուլու անելով, կան մտնեն ձետ ու սաղ նավարի ծծնեն, խեղտեն, խերով, վերջում էլ ասեն հիվանդ են, սխալ մին է տարեց մեռավ, ես ափսոսում եմ մենակ այդ առուզին, թե չէ դոդա, մոդա, եւ այլն, այդ բոզի տղու քիչ է։ Դուք առյուծ չեք կարում քնցնել, առյուծնի, այդ առյուծնին ծծնեն ձեր նավարներին, ամեն, վերջ, ես կարում, հողորմի առյուծին։ Ուրեմն, ես նորից պիտի արտահայտվեմ, կապված էտա գագոյ, դոզի տղա գագոյ, արած հայտարարության հետ, որ կանդալները ձերն ասում է փուչիկա, ժողովուրդ ջան։ Հիմա ես ուզում եմ հարց տալ, ախր գիտեք ինչ ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ դադախազությունը իր տեղում չի։ Ես հայն ասել եմ, քչական, մճական եւ այլն, խոսնակնի եւ այլն, որ հլնեն մի հատ ասեք նույն, հիմա ես հլնեի գտավոր դադախազը, բողի տղետ հլնեն ասել փուչիկա, ես դե ասել հլի մի հատ լսիլ։ Այ բոզի տղա, փուչիկը որն է։ Կնի բռնաբարիշ, խմբակային բռնաբարություն, դու միլիցիայի աշխատող ես, էդի փուչիկ է լավ։ Ռուս զինվորականների նախանիկները ջուլին փուչիկ ես։ Բանը, անունի չա, բոզի տղա նվերիկըտ մարդ խփեց սպանեց, Աբովյանի մեջտեղ փուչիկ ես։ Կնանիքին աչուծախ աղջկեքին ղախպի տղեց, նվերիկըտ բռնաբարը փուչիկա, են իմբիցիլ մյուս բոզի տղեն, որը որ բանակ չի գնացե, փուչիկա, նվերիկը բանակ չի գնացե, փուչիկա, են Եղվարսի ուռոդին, որ Վովա Գասպարյանի լրթի վրա խրտնգել ես, փախցրեցիք տարակ, դու բանը Վովայի տղեն, և քո տղեն առևանգեցիք, խոշտանգեցիք, փուչիկա, մարդկանց ունեցվածքը ձեռերից խլում ես, փուչիկա, բանը ընտրակաշակ բաժանելը փուչիկա 190 հատ կենթանի ես ջուլե տանդ պատերի մեջ կարմիր գրքում գրանցված խփել ես որ քաչի գոշիկը գան ասեն это вишо убивали դու էլ ասես это делал я օտեր Էթապարտանաս փուչիկա էշին առուզների վանակացի սազից բոզի տղա նայմեր ոնց էլ հոշոտում փուչիկա մարդկանց բռնկցում էր քո վակրերի ու առուզ վանդակը փուչիկա ախանիկները մարդկանց վեկանım տանում էին այգիներում ծեցում խոշտանգում վրեն շռում սպանում մորթում տանը տարածքում թաղում փուչիկա այդ սա փուչիկա այ քո լավը կունեն ես թե փուչիկա դու ես փուչիկը որ այդքան կապիտալ այդքան բիզնես այդքան հյուրանոց 70 օբյեկտ եւ այլ այդ ոնց քեզի որտեղ ասма հարցակում ասկսել խոշոր բիզնեսմենները դրանք այդպես բան ասում որ դանավանում է խոշոր բիզնեսմեն ինքը խոշոր բոզի տղայա դա խոշոր հանցագործա դա խոշոր բիզնեսմեն չի որը պիտի վաղուց տասնամյակներ առաջ դեռ կալանավորված եւ դատապարտված լիներ բազմաթիվ ընտանիքներ կործանելու, մարդկանց սպանելու, առևանգելու, խոշտանգելու, փողեր լվանալու, հարկեր չվճարելու եւ նմանատիպ այլ մեղադրանքներով։ Բայց բոզի տղեն մշտապես մնացել է ազատության մեջ, որովհետեւ միշտ
պարլամենտում եղել է խաղացող գործոն, մտել է միշտ հանդեսայքել որպես ընդդիմություն, իբր թե ճակերտավոր, վերջում գնաց է մտել Սերժի Ձվերյանքը, Քոչարյանի Ձվերյանքը, ինքնիա բիզնեսնար է, ապահով նստել է։ Օլիմպիական կոմիտե ղեկավարել է։ Մի երկու անգամ փորձեց թփրտալ, խնամին ասեց պիտի բամփեն գլխին, որ վեր են գնի տեղը, բամփին գլխին, Գասպարյան Վովան խեռը հանեց, կողեց բենի մեջ, ծիծեռնակաբերդից մինչև եսին որտեղ գլկլարեց, վեր ընկավ տեղը։ Էսա երևույթ, այսօր հելել են ասում են բիզնեսմեն նա խոշոր, ի՞նչն է նա խոշոր հանցագործ է, նա խոշոր մարդասպան է, ի՞նչն է նրա խոշոր բիզնեսմեն, ի՞նչն է խոշոր, այ բոզի տաղեք, ի՞նչն է խոշոր բանը բիզնեսմեն, դատախազ չկա, դատախազություն իա տեղում չի, ասան իա տեղում, որտես ատեսոր հիմա հելն խոսում են, որ շակի խախպի ծնունդն են, դրս պետք է բռնեն, բերեց դրանց էլ պագեն, օրինակ, ինձ որ մեկ ասում են, Պարոն Ղուկասյան, դուք ո՞ց պիտի անեք, որ կոռուպցիայի վերջը տա։ Պարոն Ղուկասյանն ասում է, բոլոր կոռուպցիոներներին բռնեմ գնդակը հարեմ ես, դրանց թաղման նեկասներին ես բռնեմ գնդակը հարեմ եւ կոռուպցիան վերջանում է։ Բաց։ Կարճ կոնկրետ հստակ ճանապարհ։ Ուրիշ մեծ ոչ գոհություն չունի։ Հիմա այսօր ձեռաշղթաների մեջ ասում է փուչիկը որն է։ Փուչիկը որն է։ Բոզի տղա փուչիկը որն է։ Այդքան կենթանու խրտվիլակ, դու բնությանը մի կոպեկի օգուտ տված կաս, այ բոզի տղա, բացի բնությունից սկսած քանդե ծծրտել ես, մարդկությունից քանդե ծծրտել ես, ինչքան մարդկանց ձեռից իրանց վերջի տունը խլեցիր, ինչքան մարդկանց ձեռից իրանց բիզնեսները խլեցիր, իրանց հողերը խլեցիր, Վարդենիցից բռնած մինչև Երևան, ու այսքան հետո լմացում է փուչիկով։ Բոզի տղա չի, բա ինչ հա փուչիկա, փուչիկ տղե տուրա, քուն է փուչիկ տղու լավի բերանը, ուրա փուչիկ տղեկդ։ Որ բանակ չեն ծառայ դայլա փուչիկ, զինվորական դատախազությունը, ես պահանջում եմ, որ զինվորական դատախազությունը հետ հիմա է դրան իմբիցիլ փոքր տղու գլխի պիտի խփի վեկալիտանի կծի բերդ, ոչ թե բանակ, բերդ, բանակից խուսափելու համար։ Բոլորին բժիշկները, որոնք դրան ազատել են, դրա բջի վաստակներից, բոլորին կալանավորել կողել բերդ, դատել պիտի այդան, այդպես պիտի լինի կոռուպցիայի դեմ պայքարը եւ այսանից ու ինք այլևս արևերեսը չպիտի տենա ընկեր գլխավոր դատախազուհի ընկեր քնչական ու մկաչը ես իմի շռը գլող արևերեսը քարակոսի արև մինչև կյանքի վերջը ով եւ պիտի գնալ բոլորի հետևից Են գազի վարդան, լֆիկ, մֆիկ, то չգիտեմ ընտրելով կա, արդեն քոչո, մոչոլ, տաշիր, մաշիր այդ հացաբուրտեղ են, բոլորը պիտի հավքել, բոլորին, եթե կոռուպցիայի դեմ պայքարը տա։ Ու եթե հիմա հանկարծ սա փորձեց դուրս գալ ազատություն, ես չգիտեմ ինչ եմ անելու գլխավոր դատախազի հետ, դատարանի հետ եւ քնչականի ասել։ Եթե սա հանկարծ հելավ դուրս Ես ձեր տուն ու տեղը կհանեմ կդնեմ հրապարակի բնեջ տեղը, փուչիկ ասեմ բոզի տղա, ղախպի տղա մարալիք, փուչիկա, տենակ, հետևենք ձեր շերի հետակազարգացումներին, հետևենք, այս կանը։